Անսպասելի հղիություն, վաղ ժամանակավոր հրաժեշտ թատրոնին և մայրության բերկրանք։ Մայրիկի անկյունում այսօր դերասանուհի Նազիկ Բաղդասարյանն է, ով կպատմի իր մայրական զգացմունքների, բնազդի և փոքրիկի խնամքի իր հնարքների մասին։ Ողջ զրույցի ընթացքում նա ժպտում էր, աչքերը խոսում էին երջանկության մասին։ Առիթը սերն է, ջերմությունը մայրության բերկրանքը։ Դերասանուհի Նազիկ Բաղդասարյանը չէր էլ պատկերացնում, որ կարող է մեկ օր հրաժեշտ տալ թատրոնին և անցնել մայրական պարտականությունների։ Փոքրիկը Նազիկի կյանքում ամենամեծ նվերն է, ամենակատարյալ դերակատարումը, որը փոխեց դերասանուհու կյանքը։ Իսկապես շատ անակնկալ ստացվեց, չէինք սպասում ու չէինք պլանավորում, երեխայի հետ կապված ինչ-որ պլաններ չունեինք, բայց այնպես ստացվեց, որ ամուսնությունից մեկ ամիս հետո պարզվեց, որ մենք երեխայի ենք սպասում։ Ինձ համար սկսվել էր բուռն շրջան ստեղծագործական թատրոնում ու այդ անակնկալը ինձ շատ մեծ ստրեսի բերեց, ճիշտն ասած։ Երբեք չեմ ասել դրա մասին, սկզբնական շրջանում մեծ ստրեսի մեջ էի, դեպրեսիա էի ապրում։ Հետո երբ կամաց-կամաց սկսվեց այդ գնալ բժշկի, գալ մտնել այդ սիտուացիայի մեջ, հա, իրավիճակի մեջ, երբ որ սկսեց փորիկս երևալ, երեխայի հետ կապված տեսնում էի, գնում էի, նայում էի այդ էխոն։ Լրիվ փոխվեց կյանքս։ Մի անգամից ես մոռացա, որ ես թատրոն եմ գնացել, ես խաղացել եմ, ես լրիվ տարվել էի իմ բալիկով, այդ ամեն օր, ամեն վայրկյանը նրա հետ կապված վայելում էի։ Գնում էի յոգայի դասընթացների, որը կարծում եմ շատ կարևոր է հղիների համար։ Մենք ունեինք բավականին մեծ խումբ հղիների ու մինչև այսօր էլ կապը պահում ենք։ Շատ հետաքրքիր է, երբ որ բոլորին հղի տեսնում ես, հետո արդեն երեխաներին ես ծանոթանում։ Շատ հետաքրքիր ժամանակ եմ անցկացրել յոգայի դասընթացներին, հետո հաճախում էի երեխայի հետ կապված խնամքի դասեր էին տալիս, այդ կենտրոնում նույն, այդ խնամքի դասերին էի հաճախում, ինչպես պահել երեխային, ինչպես ճիշտ լողացնել, կերակրել, ու այսպես կամաց-կամաց հասավ այն 9 ամիսներ այնպես արագ թռավ ու վայրկյանի նման ու շատ այսպես սպասում էի, երբ պետք է երեխաս ծնվի ու վերջապես եկավ այդ օրը։ Եկավ շատ երկար սպասված օրը իմ համար, ես երևի այդ օր ամենաերջանիկ մարդն եմ եղել աշխարհում։ Սպասում էի ու շատ երջանիկ, արագ հավաքեցի իմ իրերը, ինչ-որ մազերը սարքեցի, դիմահարդարվեցի ու գնացի ծննդաբերության։ Իսկ առաջին հանդիպման մասին իմ ու Դանիելի, որ կարող եմ ասել, հենց խոսում եմ, փշաքաղվում եմ, հուզվում եմ, որովհետև երևի դրա նման զգացողություն չկա աշխարհում։ Հաստատ կարող եք ասել այն մարդիկ, այն կանայք, ովքեր մայրացել են, հաստատ կարող են ասել, որ դա աշխարհի ամենագեղեցիկ ու երջանիկ զգացողությունն է։ Մինչև այս պահը, մինչև մանկապարտեզ հաճախելը, մենք առավոտյան արթնանում էինք միասին, նախաճաշում, նրա հետ զբաղվում, իջնում խաղալու, բակում, անպայման խաղում ենք միասին, հետո գալիս ենք տուն, քնում, արթնանում, այսինքն ամբողջ իմ օրը նրա հետ է պլանավորած։ Ես առանց նրա արդեն ոչինչ չեմ կարող անել։ Երբ որ նա քնում է, նոր ես հանգստանում եմ, մինչև այդ ես լարված։ Դանիելը շատ սիրում է երգել, պարել, այսինքն այն ամենը ինչ կապված է երաժշտության, նկարելու, արվեստի հետ, ես զգում եմ, որ երեխայի մեջ այդ ամենը կա, սիրում է երգել, պարել, նվագել, գիտար, դաշնամուր, սիրում ենք նկարել, շատ է սիրում նկարել, սիրում է ավտոմեքենաներով զբաղվել ու շատ սիրում է ինքնուրույն խաղեր կազմակերպել, այսինքն ես շատ հաճախ նրա հետ չեմ խաղում, ես այսպես հեռվից նստում եմ, նայում եմ, թե ինչպես է նա խաղերը կազմակերպում, որովհետև սիրում է ստեղծագործել նույնիսկ խաղալիքների հետ կապված խաղեր է կազմակերպում ինքն իրան, ավտոները գնում են, ընկնում են, չգիտեմ ինչ-որ սցենար են մշակում ու այսպես ես աշխատում եմ նրան չխանգարել այդ դեպքերում, որովհետև զգում եմ, որ ավելորդ կլինեմ։